The Gigil is coming. Մի օր արթնացանք ու որոշեցինք, որ պիտի հետաքրքիր սերիալ նկարենք երեխաների համար։ Հենց հիմա կերտվում է The Gigil-ը։ Համել ձմերուկ ենք դուտում։ Digitfix-ը զարգացում էր ուզում։ Ասացինք ինչի՞ չէ, տարիքում համախմբենք երեխաներին, իրոք ահռելի աշխատանք է կատարվել։ Շատերն ասում են ինչա, կինո եք նկարում, կամերան սխմում եք ու ես ասեմ այդպես չի, եթե ուզում ես որակով բան անես, անպահ պիտի տանջվես, ինչ էլ որ մենք անում ենք, տանջվես լավ իմաստով, որ դրական արդյունքը ստանաս։ Չէ, աղջիկ։ Բարև աղջիկներ, կարելի է ձեր հետ ծանոթանալ։ Չեն թողում որ սա հագնեմ։ Ու շատ շնորհակալ ենք Աստծուն, որ ունենք լավ ընկերներ, որոնք մեր կողքին են ու փորձում են օգնել։ Մեր ընկերները մեզ տվեցին հետաքրքիր բազմոցներ, որոնք կտեսնեք սերիալի մեջ։ Ներողություն, ես բարձրն էլ ենք վերցնում։ Այո։ Այ մեր ընկերներն են, որոնք մեզ օգնում են մեր սերիալում։ Ով ինչով կարում օգնում է, որպեսզի սիրուն տեսարան ստանանք։ You're welcome. Merci։ Հենց այսպես էլ աշխատում ենք։ Special for you։ Տարածքն ենք դասավորում։ Օй մամա։ Լսի չի կարա կնգնի է երեխեն։ Կնգնի է երեխեն։ Յան կարաս, լուրջ կարաս։ Դավայ։ Այնտիստ պապա։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս ամենալավ տեղը, որ իմ ամենասիրած տեղն է լինելու։ Խելացի, այն կողմից։ Լին։ Հետո ինձ եք ասում։ Վայ, մարդը պրոստը քայլի, ոտերի տակ չնայում, մեկելու, Should we test that theory? Մի հատ կթռնես, դքեն թռի իբրամ, կարաս, հավատակ ես, նա ես։ Ասել մեր գարաժիկը։ Շատերը չեն էլ ճանաչում, թե ովքեր են ֆիլմերը նկարում, մեր ֆիլմի օպերատորը, խնդրեմ, Վահեն։ Վայ, մենք է շատ սիրում ենք, շնորհակալ ենք, որ դու մեր հետ ես։ Հենոն, ով որ մեր ձայնն է ապահովում։ Մարիան շատ տաղանդավոր ու շատ շնորհքով մի երիտասարդ գեղեցկուհի աղջնակ է, զբաղվելու է կերպարների, ընդհանրապես հագու կապով, գույներով, այն ինչ որ կապված է արտաքին տեսքի հետ։ Այս պրոյեկտում ես առաջին անգամ եմ հանդիսանում որպես ստիլիստ եւ իմիջմեյքեր, եւ ինձ համար շատ մեծ պատասխան է։ Լավնես Մարիան։ Դանկնի եւ պետքոնտենա սենց արի։ Այս առաջի դեպքն է, որ ռեժիսորի դերում եմ հանդես գալի ու պրոդյուսերի դերում Պաուզան, պաուզան խաթելականի մեջ, ամենակարևորը, բանես պաուզան ճիշտ բրես, կտլան խաթմուցկա տադաչ, ու չոլնախ դետնաց, չայսա, գրի հոգեբանի սենյակն ենք որոշում, հոգեկան։ Որից վախում եմ շատ փիս ձևի, տեխնիկին կբերեք ծտանեք։ Ու ճուր։ Ես ես կարամ մի բան խնդրեմ, լուրջ եմ ասում, Ալեքս, ես մենակ եմ, դուք շատ եք, այնպես որ ուշադիր, կազմակերպված, տրամաբանված, անում ենք։ Իմ պապան, ով նաև ռեժիսորն է, շատ համբերատար էր, շատ օգնում էր, մի քանի դուբլ կարայանի, միջև որ ես ինձ լավը զգայի ու միջև իդեալական լինել։ Հիմա պետքա բողոքներու Սաքոջան ասեմ, որովհետեւ եթե բոլորին թույլատրվում էր իմպրովիզներ ինչ-որ բաներ, ես սենց ինձ դրել էր մի հատ քարագուսիների մեջ, ինքին դեռ ասում եմ դու ոչ մի բան մի արա, ու ես անդադ ներքին կոնֆլիկտի մեջ եմ, որովհետեւ բոլորը ինչ-որ իմպրովիզներ էին անում ու ինձ ոչինչ չէր թույլատրվում, այդտեղ այդ ընտանեկան հարաբերությունները խանգարում էին։ Ինձ նաև շատ դժվար էր խաղալ իմ քույրիկի հետ, որը ներկայացնում է Բելլային կինոյի մեջ։ Ես շատ եմ լարվում ու արդեն փորձում եմ անեմ ամեն ինչ, որի մոտ լավացուցվի, ինձ մոտիկանում են ասում են, ես մի քիչ շատ ես անում, ես ավելի շատ եմ դրանից լարվում, իսկ Գյանան միշտ այդ ամեն ինչի ինձ գալիս ասում է։ Ամենաշատը ես այս սիթքոմում ասեցի կկարոտեմ այդ ժամանակը, որ անցկացրել եմ իմ ընկերների հետ։ Happy birthday to you. Ինը, ութ, յոթ, մեկ։ Բարդ էր, քանի որ մեր ամուսիններից վրա բավականին մեծ պատասխանատվություն էր դրված, որովհետև ընդհանուր
ամբողջ սցենարային, մթնոլորտը, կարգու կանոնը, ամեն ինչը մենք էինք հսկում, երբ որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ էլ դու նաև խաղում ես պրոյեկտում, դա կրկնակի անգամ քեզ համար դժվար է լինում, բայց փառք Աստծո ամեն ինչ սահուն, հանգիստ հունով անցավ։ Մենք մամայի ձեռը խելագարվեցինք, այնքան շորա փորձել ես դեջիջիլի համար։ Մարիան ինչպես միշտ օղումներ է անում, շտկում ամեն ինչ, Սելիանա, Յանան ոնց որ արջ լինի։ Մամա ինչ ընտրեցինք։ Անկեղծ ասեմ, ես լուքերը ես կյանքում չէի հագնի, բայց քանի որ սա YouTube է, սա content է, շատ հետաքրքիր լուքեր են, ոչ առօրյայի համար, շատ տարբերվող, բայց շատ գեղեցիկ լուքեր են, չէ՞։ Մաման մի քիչ օգնել է, դրա համար շատ չի խոսում։ Okay, երեխեք, ես սիրարվեցի ես լուկին շատ սիրուն է, հատկապես կոշիկները, բրավո մամա ու Մարիա։ Մեր նկարահանումը վաղն է, բոլոր նկարահանումները հենց այսօր, եկեք բացի տեսնենք ինչ կան։ Այս պապայինն է կամ Գարի Կոտերին է։ Չգիտեմ ումն է, բայց շատ սիրուն գույն է։ Այս էլ է պայուսով, քիչ պայուսակ է։ Oh, so little, so cute։ Այս էլ է պայուսակ, ինչ պայուսակ ինձ պատվիրել։ Oh, wow! Hola, Eli Payusa, Colonca. Oh, aknoca, Eli. Այննաշ, պրոտիննա, լուրջ, մամայիննա։ Մամ, լուրջ, քյուս են ծոպնուսներով չեմ պատկերացնում։ Ես թվում է 100% պապայի կերպարինն է, չէ։ Ես Յանայիննա 100%։ Սունա։ Իննա։ Oh! Сирюна. О, прозрачный носок. Это моя тема. Сюда тренда արդեն բաղուց գնացել է, Սյունա։ Օ, չիչուտա։ Կայբոյսկի գլխարի հատուկ Յանայի կերպարի համար։ Where did you come from? Where did you go? Եվ այսպես, Սարա, ես մարմնավորում էի Սարայի կերպարը, անկեղծ ասած միշտ փորձում ես հասկանալ կերպարի ինչքանով է քեզ նման, ինչքանով չէ, կային պահեր, որոնք նաև իմ բնավորությանը շատ մոտ էին, բայց հիմնականում կերպարի գաղափարախոսությունը եւ ինչպիսին էր բացարձակ ինձ հետ կապ չուներ, չէի մռութ հետևորդներ, դա ես չեմ Սարան էր։ Հուսամ այս պրոյեկտից հետո Սարայի կերպարը չի ասոցացվի Մանոյի հետ, միշտ նկարահանումների ժամանակ կոնֆլիկտներ են լինում, անհամաձայնություններ, որ իրոք մեզ մոտ բացարձակ նմանատիպ խնդիր չի եղել։ Մենք նաև մտաբախություն ունեինք, քանի որ հիմնականում պրոյեկտը թինեյջերների մասին էր եւ նրանք այդ անցումային տարիքում են, որտեղ նրանց բոլորի էմոցիաները բորբոքված են, նույնիսկ երեխաների մեջ ոչ մի խնդիր չեղավ, այլ եղավ ավելին, քան մենք սպասում ենք։ Էս ինչ եք անում։ Են որ 18-ից հետո գալիս է։ 19 Են որ 16-ից հետո է գալի։ 19 Էս ինչ եք խաղում։ Չեմ հասկանում։ Մի վերք Մենք ենք հաղթում։ Ինչու պետք է ստեսախմես ես եմ։ Չես սախմես։ Չես սախմես։ Տշում է։ Ձյաձ գակ։ Ադրյանիտ Մերլեմ։ Իմ կերպարի մասին Երջոն դժվար է ապրում, դժվար իրավիճակի մեջ է, սիրարվում է։ Կուկուն հավատում է։ Բայց բացի կուկուի հավատալուց ինքն գնում է կրակը, որովհետև պետք է ապացուցի, որ ինչ-որ մի բան ունի ինքը։ Դա է իր, ասենք, պրոբլեմը, որտեղ չի կարողանում այնց դասավորի, որ կուկուն գա իր հետ ապրել։ Շնորհակալություն մեր թիմին, որ աշխատեց միահամուռ եւ բոլորիս նպատակներ գեղեցիկ ստեղծել գեղեցիկ գործ, որը կարծում եմ բոլորը շատ կսիրեն։ Հեսա ջան։ Հաջա։ Գնահատի ես բանեմ, սցենան։ Ասից որտեվ շատ հետաքրքիր, կարևորը իմ տատիկի հետ կապված է։ Ապրես, բալես։ Ինքնին դա շատ հետաքրքիր կերպար էր, բազմանշանակ, բազմակողմանի, եւ տատիկ, եւ մայր, նաեւ կին, որը երջանկություն է փորձում գտնել։ Կարծում եմ դա ձեզ դուր կգա։ Նկարանում օր չգիտեմ, բայց մենք այսօր նկարում ենք շատ սիրուն տեղ, այս տեղը մեր գուշակի տունն է լինելու ու շատ հավես տեսարան ենք նկարելու, որտեղ հեսանալ շատ գոռալու ենք։ Եկեք տեսնենք ով է այսօր այստեղ։ Ինչքան գիտեմ, Մարսպետը, Պապին, Ցոլինը ու Էլա ու Բելան էլ էսա պետք է գա։ Եկեք ձեզ սիստեմ նախարարությունեք։
Գուշակին ամենակարևոր դերասանին մոռացանք։ Ես Միքայել Բաղդասարյանն եմ, ես Գուշակ Արշակն եմ։ Ես անգամ պատրաստ եմ ձեզ ծառայել, բայց այդ ամենը բյուջեն քննարկելուց հետո։ Բյուջեն քննարկելուց հետո։ Պրոյեկտը ինձ տվեց փորձ լինել անտագանիստի կերպարում։ Ինչ արա, կծում ես։ Ֆիլմում անպայման պետք է լինի վատ կերպար, որ ամեն ինչ սենց գնա իր հունով։ Դավա մեյքափս մի հատ նայեմ, էլի։ Ժամանակին փորձ եմ ունեցել ճամբարում ջոկատավար լինելու, դրանից գալիս է երեխեքի հետ լավ կոմունիկացիա ստեղծել, իսկ մեծերի հետ էլ ուղղակի Սարգսուն ու Մանուն իմ շատ լավ ընկերներն են։ Ես Նարեն եմ, իմ կերպարը եղել է շատ ուրախ, պոզիտիվ, շատ անուշ, մի քիչ գժով։ Չկա տորթս։ Լավ, բա ոնց կարա տորթը փախնի։ Ու ես սովորեցի լիքը բան, ոնց դուր մնալ նկարվելու ժամանակ։ Ավետ է ու Նարենը տվեց։ Մի հատ պետք է ավետի մասին պատմենք, ուրեմն ավետը։ Ավետ ունենք աշխարհը չունի, ավետ։ Օրգանիկ, թոթոլ, պամիդոր, Ես մի քիչ վատ եմ խոսում հայերենը, բայց ես հաղթահարեցի։ У меня уже есть большой круг, хорошие друзья, и я учусь чему-то новому. Մարիան ընտրվեց։ Բարև բոլորին, ես Մարիան եմ, խաղում եմ Լինային դջիջիլում։ Ավելի լավ ճանաչեցին կերպարներին ու ծանոթացանք ավելի լավ, արդեն իմ համար ավելի հեշտ էր։ Այս պրոյեկտը ինձ տվեց շատ փորձ, համ դերասանական փորձ, համ էլ ընդհանրապես ընկերական ու տենց մարդկանց շփվելու փորձ, շատ հավես էր իմ համար, շատ ուրախ եմ, որ այս պրոյեկտի մասն եմ։ Բարև ձեզ, ես Նոյ Բագրանյանն եմ ու ներկայացնում եմ Նոյի կերպարը։ Ես Հայաստանից եկած նոր տղա եմ ելնելու, ստեղ նոր միջավայր, նոր ընկերներ, նոր դպրոց։ Ես այս սերիալից ձեռք եմ բերել ընկերներ, հավատարիմ ընկերներ, լավ շրջապատ, լավ մարդկանց հետ եմ ծանոթացել։ Որտեղից ես կաստինգի մասին իմաց։ Սկզբից մամաս էր ուղարկել, ասեց կուզես, սի հա ոչ չեմ ուզի։ Ինձ իմացա ու եկա։ Ես Դանիելն եմ Խաչատրյան, դեջիջիլում մարզպետ կերպարն եմ ներկայացնում։ Ես ինչ եք ատել եք փոխվելու։ Դուք ով եք, որ մեզ ասեք մեկ ինչ հագնենք, սիրունա հագել ենք, հարցել, ոնց հերս ես ուղղել։ Օլո, խզակ։ Կերպարը քյարթուտ է կերպարա, բայց ես իրականում քյարթու չեմ։ Դրա համար ինձ մի քիչ դժվար էր այդ թերը խաղալը։ Գոր առաջին անգամ ես նկարվում, ոնց ազգացողությունները։ Մի խանգարի, գնա, մի խանգար։ Բարձես ես Գորն եմ, իմ դերը պապիկի դերն է, այնքան շատ նմանություն չունեմ, ավելի շատ երևի զուսպլներն է իմ նմանությունը։ Ու իմ ոտը այս տամեջ այնքան ժամանակ չի մտնի, մինչև այս երկուսը իրանց որոշումը չփոխեն։ Իմ ընկերները երբ որ իմացան, որ ես նկարվում եմ դեջիջիլում, իրանք մի տեսակ համ ուրախացան, համ էլ տենց կատակներ էին անում, բայց էդի ավելի բարի կատակներ էին, բայց երբ որ իրանք հասկացան, թե ինչի մասն է вообще դեջիջիլը ու ինչ հավես բան է նկարանումը, սաղը սկսեցին արդեն ավելի լուրջ դրան նայեն ու սաղի դուրն էլ եկավ։ 90% вообще թեմային էլ չի, ինքը արդեն քնած է, իրեն լրիվ մեկը։ Ես ֆիլմում Բելան եմ, Էլայի քույրիկը, ու ես իմ կարծիքով իմ կերպարին նմանություններ ունեմ, քանի որ իմ կերպարը շատ ձեռնարկող կերպար է ու ես էլ եմ ինքս իմ կարծիքով տենց։ Նկարահանվում ենք ու Գուշակե Կյանան ինչ անում, էլի քնում է քնելը։ Բայց կան պահեր, որ նման չեն, օրինակ իմ կարծիքով Բելա մի քիչ կոպիտակ ու գոռոզ, այսինքն իմ կարծիքով գոռոզ չեմ։ Շատ մեծ ընկերություն է սիթքոմը մեզ տվել, ընկերացել ենք բոլորի հետ, բոլոր պերսոնաժների հետ, համարյա ամեն օրը նկարահանում են, այդ մի տոն է։ Հələ տեսեք ով է գալիս, Привет, bro, how are you? Ես Նորերն եմ, Ռաֆիի դերակատար։ Ես ընդհանրապես կաստինգի չէի եկել։ Ես եկել էի մեր շատ սիրելի Միքայել Բաղդասարյան հետ, ուղղակի տեսնելու այդ ամեն ինչը։ Բայց Սարգիսը Գրիգորյան մոտեցավ ու այնց բան ասեց, որ ես ասեցի, լավ, լուրջ, այս այն դերասանն է, որ ես փոքր ժամանակ նայում էի, ասում էի, Երանի, ես սենց եմ մի օր։ Մոտեցավ ու ասեց,
Դու էլ ես եկել կաստինգի սին։ Նորայր։ Նայեմ։ Կինոյը վրավ։ Հիմա որ մենք հիշողություն ենք նկարելու, իսկ պետքա որ մազերի ձևը փոխվի։ Կարող ենք քեզ մի քիչ փոխել։ Իհարկե։ Ուրեմն այդ սովետի ժամանակվանից կա այդպիսի մի բան, չէ՞, որ ասում են «Хороший мальчик, интеллигентный, լավ ընտանիքից, ռուսերեն մի քիչ գիտի, этография, իրան»։ Իսկ ինքը նստած է, դու գալի պրոստը նստում ես կողքը։ Գալի նստում ես կողքը, ես իմ ասում եմ «Ռաֆ, ինչ հաճելի է, որ դու այսօր քո ներկայությամբ պատվել ես ինձ»։ Ռաֆ, ինչ հաճելի է, որ այսօր դու քո ներկայությամբ պատվել ես ինձ։ Հա, լավ է։ Ռաֆին է։ Ինքը աշխատում է Կարինաշում, բայց երազում է երգիչ դառնալ։ Ես էլ ասում եմ, որպեսզի երազանքը Ուզում եմ ասեմ, որ սա իմ առաջին փորձն էր խաղալ ինչ-որ մի կինոյում ու հատկապես խաղալ իմ պապայի, իմ մամայի ու իմ քույրիկի հետ, կարելի է ասել շատ անսովոր բան էր, բայց նաև շատ հետաքրքիր ու լիքը բան սովորացնող։ Իմ կերպարը ես շատ եմ նմանացնում ինքս ինձ։ Մենք երկուսս էլ շատ բարի ենք, շատ խաղաղ ենք, շատ միամիտ ենք եւ շատ արագ երկուսս էլ սիրահարվում ենք։ Մեր երազների մեջ ենք։ Դրա համար իմ համար Էլային խաղալը այդքան էլ դժվար չէր, որովհետեւ ես կարելի ասել իրական կյանքում հենց տենց եմ, ոնց որ ինքը կա։ Այ սենց ենք անում բլետ։ Վագատի ջիփա։ Դե ջիջիլի մեջ այվային սենց լուքով չեք տենա։ Որտեղ Էվան ավելի սենց բան սկավն է։ Ջինսը սկայոտ լուք է։ Համաս, համ մեյքափ, սա մի անգամ։ Հելո ունի քո հնարավորություն։ Ես ոնց են անջատում։ Երբ իմ պապան ասեց, որ նոր բան է որոշել ու որ ուզում է, որ մենք այդտեղ գլխավոր դերեր խաղանք ու որ լինելու ուրիշ թինեյջերների հետ, ես համ ուրախացա, համ էլ լարվեցի, որովհետև կոմպլեքսներ, լիքը տենց բաներ, բայց անկեղծ այս դիջիջիլի սաստավը ընդհանրապես ինձ ընդհակառակը կոմպլեքսներից հանում է ու մենք բոլորս իրարից շատ լավ կարողանում ենք խաղալ ու ճիշտ է բոլորիս համար էլ շատ դժվար է, որովհետև մենք պրոֆեսիոնալ չենք ու բոլորս նոր ենք այս ոլորտ մտնում, բայց պապային լսելով, մեր պրոդյուսեր, մեր ռեժիսոր պապային եւ մեր մամային լսելով մենք կարողանում ենք անել ինչքան որ կարողանում ենք։ Արդեն երկրորդ օրն է անընդմեջ նկարում ենք, շատ հոգնած բայց երեխեքին նայում եմ, հիանում եմ, ընկերներով ինչքան են մտերմացել ես սերիալը, ինչքան է մտերմացրել իրանց։ Իրա, այդ իրա։ Ես հետարքիր արտահայտություն կա, որ դերասաններն անում են, ասում եմ, շնորհակալ եմ, որ ինձ համոզեցիր։ Նախ կերպարի մասին կուզենամ մի քանի բան ասել, որ շատ պատասխանատու կերպար է։ Ծրագիրը ես էի կազմում ու ծրագիրը այնպես պետք է կազմել, որ երեխեքը պարտադիր գնային դասի, հետո գային նկարահանումների։ Ինձ ու տատիկի հետ երեխեն։ Իհան խալվել է, հուզվել է։ Ես դու մայնքի սոված է։ Դու այսօր դասից ես եկել, հոգնած է։ Նա կյաքի մեր։ Չէ, ինչ լավ չէ, այդ ստոպի ժամանակ, որ ստոպ ասում է դրա։ Լավ, օքեյ, գրաս։ Տարիների ընթացքում հասկացա, որ երբ որ ինչ-որ պրոջեկտ ես անում, պետքա ուսուցողական լինի, պարտադիր եւ ինչ-որ նպատակ դա ունենա։ Երբ որ դու հավեսով ես գալի գործի, նույնպես հավեսով տուն ես գնում, ինձ թվում է այդ երջանկությունը, այդ երջանկությունը ես կարողացել եմ այս պրոյեկտի ժամանակ ունենալ։ Գնացի։ Ամենավատով է խաղում։ Ասեմ թե գիտես։ Գնում ես կողքի վրա։ Տատի, ձեզ ոնց եք զգում։ Շատ լավ, պատրաստվում եմ արևս։ Վերջինն է սա։ Լավ է։ Սա։ Ուզում ենք ցույց տալ, որ բոլոր հարցերի պատասխանը դա լինում է Աստծով։ Այսպիսի մի խոսք ասում է, դու պետքա քեզնից հասանելիքը անես եւ անհնարին այդ արդեն Աստված կանի։ Հիմա գնում ենք իմ շորն ու իմ կերպարը նայենք։ Ես ատամնաբուժ եմ ըլել։ Ֆայկ Արաքելյանի ատամնաբուժարն է, բայց իմ անունը լինելու է դոկտոր Լյուդվիգ։ Լյուդվիգը ես եմ, Հայկ Արաքելյանը ինքն է։ Ես Լյուդվիգի շորը։ Օ, դոկտոր Լյուդվիգ։ Լյուդվիգ։ Ո՞նց է։ Անտեր։ Բայց ինչ մի բան իսկ թվա պետք սենց աքսեսուար։ Դոկտոր Լյուդվիգ։ Լրություն։ Սա։ Նկարահանումները շարունակվում են։ Իսկ ծրաները շատ եմ սիրում։ Ես բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, հուսամ, որ բոլորդ կսիրեք կերպարներին, ամենակարևորը ինչ-որ մի լավ բան կվերցնեք, որ այս սիթքոմը ձեզ ինչ-որ մի բան կսովորացնի, ինչ-որ մի բարի բան կտա։ Շնորհակալություն բոլոր դերասաններից, փոքրից մինչև ամենամեծը, ընդհանուր բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին, որպեսզի մենք կարողանանք կայացնել եւ իրականացնել մեր միտքը։ Տեջիջիլ, I love you. Չգիտեմ, ես ուղղակի չեմ պատկերացնում ոնց եմ իմ կողքից նայելու ու տենց հանգիստ նայելու։
Ես չգիտեմ։ Հրաշալի գործընկերներ ունեցանք, որոնցից օպա Zenus Print-ը, այսպիսի հետաքրքիր մայկաներ, պլակատներ ամեն ինչի համար Zenus շնորհակալ եմ, որ մեր կողքին ես, ամենավորակյալ պրինտերից մեկը։ Մեր հովանավորներին բոլորից շատ սիրում եմ, առանձնահատուկ կադրադառնամ, շիփ թու առնը բեռնափոխադրումների, իրենք տարածք տալով, երեխեքին աջակցելով, ոչ մի անգամ չասելով, Կարինաս Բեյքերին, ամենահամեղ քաղցրավենիքները, ովքեր գլենդելում եղել են, հաստատ Կարինասից օգտվել են։ Imperator Love Farm, շնորհակալություն այս հրաշքիրաբանական ընկերությանը, որոնք նույնպես մեզ չմերժեցին, որոնք առաջատարներից մեկն են ու առաջարկում են բարձրակարգ իրավաբանական ծառայություններ, իրենց մասին էլ բոլորը քաջատեղյակ են ու նրանք էլ բավականին մեծ քեյսեր են շահում։ Beauty Fabric-ը մեր շատ սիրելի Աշխենը եւ իր թիմը, որոնք գեղեցկությունը մեր կանանց ու աղջիկների ընդգծեց, շնորհակալություն, իրենք պրոֆեսիոնալ են։ Մեր սնունդը ուտելիքը Vivaldi catering-ն էր ապահովում, բարձրակարգ, բազմազան ու համեղ։ Շնորհակալություն Vivaldi Banquet Hall, շնորհակալություն Art Modern Design-ին, կահույք պատրաստող հոյակապ ընկերություն, նույնպես մեր կողքին էր, իրենք էլ բազմաոճ ու բազմաճաշակ կահույք են պատրաստում բծախնդիր հաճախորդների համար։ Այնքան շատ են ու այնքան շնորհակալ եմ բոլորից։ MX Group, ավտովարձույթ, ավտովաճառք, մի խոսքով մեքենայի հետ կապված ցանկացած գործարք իրենք կատարում են շատ պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով ու 30 տարի եւ ավելի ամերիկյան շուկայի մեջ են, իսկ դա վկայում է, որ նրանք կարողացան իրենց ուղին տեղը գտնել եւ իրենց հաճախորդների համար դառնալ շատ կարեւոր ու շատ վստահելի գործընկեր։ One Day Voyage նորաստեղծ ու հետաքրքիր տուրիստական գործակալություն, որը փորձում է ցուցադրել Կալիֆոռնիայի բոլոր գեղեցիկ վայրերը հաճախորդներին, ու անում է դա բարձրակարգ ու ամենակարևորը սիրով։ One Day Voyage-ը եւ կխնայի ձեր դրամը եւ մաքսիմալ ձեզ կցուցադրի Կալիֆոռնիայի ամենատպավորիչ վայրերը։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Rising Stars մանկապարտեզին, որը նույնպես մեր հովանավորն է, այդտեղ հրաշք կոլեկտիվ է աշխատում երեխաներին, այնպիսի վերաբերմունք, այնպիսի սնունդ է մատուցում, այնպիսի դաստիարակություն ու ուսուցում է տրվում, որ ցանկացած ծնող կարող է 100%-ով վստահել իր փոքրիկին։ Նաև թինեյջերները կարող են այցելել, հրաշալի ուսուցիչներ են այնտեղ աշխատում, որոնք օգնում են երեխաներին կատարել վստահային աշխատանքները։ Իսկ ամենակարևոր շնորհակալություն մեր երեխեքը, որոնք անշահախնդրող են, լիքը բաց աչուկներով, լիքը սեր աչուկներով եկան ու նկարվեցին։ Սպասում եմ ձեր արձագանքներին։ Ես մաչեմ ասի ոնց հապրստելու դիջիջիլը, բայց շատ լավ վերջանում է։ Հիմա ամենակարևոր մասը մենք աման ենք ջարդելու։ Էվա, Յանա, Դելո, Նելի, Գագո, ու մոռանամ կասեք։ Թողեցի պա։ Դա ամենալավ տեղն է։ Ծնունդի։ Գնում ենք դուրս ջարդենք սա։ Սա ջարդելու ենք մեր ամանը։ Մեր։